Ամռան գալուստին զուգահեռ Նինոծմինդայի շուկաները լցված են թարմ բանջարեղենով եւ մրգերով։ Եթե տարիներ առաջ ընտրությունը սահմանափակ էր, ապա այսօր գնորդները կարող են գտնել գրեթե այն ամենը, ինչ ցանկանում են։ Առատ տեսականին, սակայն ամբողջությամբ չի լուծում բնակիչների խնդիրը, քանի որ շատերի մտահոգությունը շարունակում է մնալ գների բարձր մակարդակը։ Որովհետեւ ինձ համար միևնույն է, ինչ գինորալի ինձ համար միևնույն է, բայց ժողովրդի մեղքը, եթե թանկ է, իրոք թանկ է գսեն։ Շատ վատ է դիք։ Ժողովրդի իսկ աշխատի, որ ինչա ունե, աշխատանքու տեղեր բանան, որ ժողովրդը աշխատի։ Ֆաբրիկա ունեինք, ինչքան լավ էր, ջուղթ ֆաբրիկա ունենք, մեր ֆաբրիկան չկա։ Ինչի համար, այդքան ժողովրդը գեղաներեն կուկային աշխատեին, շատ լավ էր։ Թեև շուկաներում ապրանքների պակաս չկա, թանկացումը զգալի ազդեցություն է թողել բնակիչների գնումների վրա։ Ոմանք, ովքեր միայնակ են ապրում, նշում են, որ կարողանում են հարմարվել գներին, սակայն բազմազավակ կամ մեծ ընտանիքների համար ամենօրյա գնումները դարձել են ավելի դժվար եւ հաճախ ստիպված են լինում սահմանափակել իրենց գնումները։ Գիտես ինչ ասենք, մեր Վրաստանն է կացիրան, բայց Հայաստանն ավելի լավ է, համով է։ Քան ասենք մեր Վրաստանը պիջիգե համ չունի։ Համ չունի, բայց նոր բերել են ռեժան կուտային, Վրաստանում է ռեժան կուտային, բայց հայ մենք Հայաստանում կբերեն 6-7 լարի կուտան։ Բանը, պամիդորը, հայ մի բան է, яшкով կառնես լարի մե։ Այսօր ես այեցի, ուժը լարեցեն քիչ կուկա, զարգացե яшիկը 7 լարի։ Ուրեմն մոտավորապես կուկա այդ яшկի մեջ շատադերն է 9-10 կիլո։ Իջել է պամիդորն է, խիարն է իջել է։ Հետո կամ ես չգիտեմ, իրենք են կանացե բերել, իրենք ուրեմն իրենք են կանացե բերել ռեժան են դարել։ Եթե ասենք մարնելու թուրքերն որ բերեն ենոնց են որ առնեն, կամ ավելի ռեժան կերնի, կամ ավելի թանկ կերնի, ավելի մեր ժողովրդին ձեռք կուտա, ասենք այդ մարնելու թող թուրքերը բերեն։ Մարտին առևտրական է, շատ բան Թուրքիա անունը։ Առևտրական է, բան որ մարդը իրենք են կան վրացիք։ Ձմերուկն որ вообще ձմերուկը իսկական, եթե գուզես ձմերուկը, մաքուր ձմերուկ եղնի, հաղողի քարի վաղը սեպտեմբերի վերջերը։ Երբ կսկսվի բան ձմերուկը, երբ կարելի առնել։ Հաղողը սեպտեմբերի 15-ին երբ կսկսվի հաղողը, քաղելը։ Նույնն է ձմերուկն է։ Եթե նա բերենք ապրիլ մայիսին ձմերուկ երգես իմ Իրանուկը բերեն ուժից բերեն սարսկած։ Գույնը դուրս կուտա։ Այս օրերին շուկաներում արդեն վաճառվում են նաև ձմերուկներ, սակայն որոշ բնակիչներ զգուշությամբ են վերաբերվում վաղաժամ վաճառվող բերքին, նշելով, որ ձմերուկի բնական սեզոնը հիմնականում սեպտեմբերին է։ Նրանց կարծիքով վաղ վաճառվող ձմերուկը կարող է անվստահություն առաջացնել եւ գնորդները պետք է ուշադիր լինեն ընտրություն կատարելիս։ Вот вообще-то ամեն ինչնա թանկ է։ Այդ մերկերնա, բանջարեղեններնա, 1 կիլոն պատրճանը 4 լարի է։ Թանկ է, շատ թանկություն է, շատ է մեր Վրաստանը։ Այսպիսով ամառային շուկաները Նինոծմինդայում աչքի են ընկնում առատությամբ եւ բազմազանությամբ, սակայն բարձր գները շարունակում են անհանգստացնել բազմաթիվ ընտանիքների։ Մինչ վաճառողները խոսում են լավ տեսականու մասին, գնորդները հույս ունեն, որ առաջիկայում գները կկայունանան եւ թարմ մրգերն ու բանջարեղենը հասանելի կլինեն բոլորի համար։